Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա բոլորն էլ ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախը ինքնորոշված ժողովուրդ էր, որի ինքնորոշման ճանաչումը ընթացքի մեջ էր։ Սա էր ամբողջ բանակցային գործընթացը, սրա մասին էին Մինսկի խմբի գործունեությունը եւ սրա մասին էին մադրիդյան սկզբունքները։ Եվ երբ որ Հայաստանը միակողմանի առանց իր գործընկերներին տեղակ պահելու, օրինակ Ռուսաստանին, ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս, ամբողջ այդ կոնստրուկցիան փլզվում է։ Անմիջապես այդ ամբողջ Ղարաբաղյան շարժումը դառնում է սեպարատիստական շարժում, անմիջապես պաշտպանական բանակը Ղարաբաղի դառնում է արդեն ապօրինի զինված միավորումներ, Ադրբեջանը կոչեց դա արդեն որպես ահաբեկչական միավորումներ եւ ամբողջ կոնստրուկցիան փլզվեց։ Մեկ պաշտոնյայի ստորագրությունը շատ լավ, պարոն Քոչարյան, փլզեց ամբողջ կոնստրուկցիան։ Բայց դա արդեն այդպես էր Պուտինի Ռուսաստանի պետության համար, քանի որ իրանք արդեն իսկ ճանաչում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Հետեւաբար Փաշինյանի չճանաչելը ոչ մի բան չփոխեց։ Ես սխեման նկարագրեցի, որ Ղարաբաղը նույն Ռուսաստանը վերջապես առաջարկել էր Լավրովի պլանը, որը մերժեց Ադրբեջանը։ Միջի այդ եղել են մադրիդյան սկզբունքները։ Կրկնեմ, եղել է ինքնորոշման process-ի միջազգային ճանաչում։ Դա կլիներ 5 տարի հետո, 10 թե 20 տարի, process այդպիսին էր, բարենպաստ էր մեզ համար։ Եվ Հայաստանի որոշումը ամբողջ այդ կոնստրուկցիան փլզեց։ Պրոբլեմը սրա մեջ է։ Ոչ ոք չի ասում, թե Ռուսաստանը չէր ճանաչում։ Բոլորը ճանաչում էին, բայց ասում էին ինքնորոշման process-ը շարունակվում է։ Այդպես եղավ Արևելյան Տիմորում, այսպես եղավ Էրիտրեայում, սա դասական process է, երբ կոնֆլիկտը տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իր լուծումը ստանում է ինքնորոշման օգտին։ Ժամանակի մեջ ձգված process է։ Այս process-ի մեջ ենք մենք։